Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է։ Մենք հիմա ունենք բոլորովին այլ աշխարհագրական դիրք, քան ունեցել ենք ընդամենը մի քանի տարի առաջ։ Ընդ որում ես ուզում եմ ասել, որ հասկանալիորեն Հայաստանի Հանրապետությունը այն նույն տեղում է, որտեղ եւ եղել է նախկինում։ Հենց սրանում է ամբողջ իմաստը եւ նրբությունը, որ գտնվելով միևնույն տեղում մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ աշխարհագրական դիրք, քան ունեցել ենք նախկինում։ Բայց որպեսզի այսօրվա աշխարհագրական դիրքը ես ճշգրիտ ձեզ նկարագրեմ, ուզում եմ խոսել, թե նախկինում ինչպիսին էր միջին վիճակագրական ընկալումը աշխարհագրական դիրքի մասին, որը ի դեպ տարածված էր թե մեզանում, թե մեր մասին արտերկրյա պատկերացումների մեջ։ Նախկինում արձանագրվում էր, որ Հայաստանի Հանրապետությունը ունի շատ բարդ եւ խնդրահարույց աշխարհագրական դիրք, որովհետեւ գտնվում է խնդրահարույց տարածաշրջանում, ունենալով խնդրահարույց հարևանություն եւ հետեւաբար այդ հարևանությունից բխող գոյաբանական ռիսկեր։ Եվ թերևս այս ընկալումներ, որը իմիջիայլոց, որի ծագումնաբանության մասին դեռ պետք է խոսել եւ մտածել, այս ընկալումներ, որ առաջնորդում էր մեր պետությունը, մեր գիտակցությունը, մեր բոլոր գործողությունները, որոշումները, ընկալումները մեր եւ աշխարհի մասին։ Այսօր եւ ես կարող եմ դա արձանագրել, տեղի է ունեցել իրապես պատմական մի իրադարձություն։ Այն իմաստով, որ հիմա Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքի կարճ նկարագրությունը այն չէ, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է խնդրահարույց տարածաշրջանի խնդրահարույց միջավայրում։ Այլ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքի նկարագրությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես կարող է երևալ այս քարտեզից, Հայաստանի Հանրապետությունով է անցնում արևելքը արևմուտքին եւ հակառակ ուղղությամբ կապող ամենակարճ ճանապարհը։ Եվ այս ընկալումը իր հետ բերում է բոլորովին նոր նկար եւ նոր պատկեր Հայաստանի Հանրապետության նրա վիճակի եւ նրա պոտենցիալի։